Հանրապետության նկատմամբ հիմա մի րոպե Ռուսաստանի Դաշնությունից կամ մյուս պետություններից կապ չունի եկած քաղաքացին ով որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ինքը գտնում է որ ինքը միայն Հայաստանի Հանրապետություն պետք է գա մեկ միջոցառման մասնակցելու համար մեկ օրվա ընթացքում եւ թողնել գնալ ես գտնում եմ որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ ինքը ճիշտ չի անում, այդ անձը ճիշտ չի անում։ Իսկ եթե ինքը ներկայանում է Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք համապատասխան համակարգ, չէ հանրապետությունում, որ հաշվառվում է այս կամ այն անձը մտավ Հայաստանի Հանրապետության տարածք։ Եվ զինկոմիսարիատը իրավունք ունի, հաշվի առնելով, որ նրանք հաշվառված են, եւ իրավունք ունի նաեւ նրանց ուղարկի համապատասխան թուղթ, որ իրենք էլեկտրոնային տարբերակով, որ իրենք զորակոչվում են բանակ վարժական հավաքին մասնակցելու, ես դա սխալ չեմ այն է, որ բացի Ռուսաստանից դուք դա կոնկրետ բան եք, բայց նաև Հայաստանում ապրող, Հայաստանում բնակվող անձանց հետ կապված եղել են բազմաթիվ ահազանգեր, օրինակ ակտիվիստ Արտուր Չախոյանը, որը եւս միտում էր տեսնում, որ ընտրական process-ում իրեն ծանոթություն տվեցին, եւ այդպիսի բազմաթիվ օրինակներ, բայց այս ամեն ինչը գալիս է նրանից, այսինքն այս մարդիկ պնդում են, որ դա արվում է որպես պատժիչ գործիք, որովհետեւ պարոն Քոչարյան ուղիղ ասում էր, որ այս մարդկանց տանենք հավաքներին, եթե այսպիսի ուժեղ են գնան, այսինքն այդ ընկալումը գալիս է իշխանության։ Ինչ է արվում, որ այսպես չլինի։ Իսկ ձեր ասած անձը ինչու ինքը չի ասում, որ ինքն էլ պարտականություն ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ, որ ինքն էլ պիտի ընդգրկվի վարժական հավաքների եւ ինքը գա ներկայանա զինկոմիսարիատ, ասի ինձ տարեք վարժական հավաքների։ Ինչու են այդ պահին քնից արթնանում, երբ որ ինքը իրեն ասում են, որ դու պիտի գնաս վար։ Պարոն Ասյան, խնդիրը այստեղ ընդդիմախոսների հանդեպ է դա կիրառում, որովհետև մենք չենք տեսնում այլ քաղաքացիների։ Ասեմ ձեզ, որ դա ճիշտ չեք ասում։ Բոլորի հանդեպ է կատարվում, բոլորի։ Նայեք, ես ապրում եմ Նոր-Նորքի Զանգվածի 6-րդ մասիվի 4-րդ շենք 31 բնակարանում։ Այդ մեր շենքում էլ կան պահեստազորայիններ, ովքեր պետքա ընդգրկվեն վարժական հավաքների։ Եվ նրանք ստանալով համապատասխան այդ պավեստկան, մեկ-մեկ փորձում են մոտեցում իրականացնել գլխավոր շտաբպետին, ասել, բա մենք չգնանք վարժական հավաքի, մենք չկատարենք։ Ես էլ պատասխանում եմ այն, ինչ որ ճիշտ է, որ ժողովուրդ բոլորն էլ հերթականությամբ պահեստազորում հաշվառված պետք է գնան վարժական հավաքների։ Որ դիմադիրների նկատմամբ ընտրողական մոտեցում չկա, պարոն Ասրյան։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում վարժական հավաքները պարտադիր է այն բոլոր քաղաքացիների համար, ովքեր հանդիսանում Ինձ մի հիշեցրեք, որ ես կարևոր պատասխան Ես պատասխանեցի այն։ Պարոն Ասրյան, ինչու ընտրության Ես ասեցի այդ։ Մտածում եք կթիրախավորվեք։ Որը Որ ձեր տան հասցեն ուղիղ ելում ասում եք, չեք մտածում եք կթիրախավորվեք։ Ես հասարակության անդամ եմ։ Ես դժվար չի իմ հասցեն իմանալ, եթե ես նույնիսկ չասեմ, դուք եք կարող եք իմ հասցեն իմանալ։ Ես դա ինչու եմ ինձ ասում։ Ես ասում եմ, որ ցանկացած մարդ էլ 21-րդ դարում ժամանակակից պատերազմներում խոցելի է։ Եվ ես, եւ դուք, եւ մյուսները, սակայն մենք հանդիսանում ենք հասարակության մի անձը, անհատը, ով ի պաշտոն է կատարում է իր պարտականությունները։ Եվ ես չեմ վախենում այդ ձեր ասածից, որ ես կարող եմ խոցելի դառնալ։ Ինչ վերաբերում է հակառակորդ, հավանական հակառակորդ հանդիսացող պետությունների համար, որ ես կդառնամ խոցելի, դրա պաշտպանվածության ձևը կա։ Պարոն Ասրյան, ես ուղիղ եմ պարզապես հասնում, ինչու ընտրությունների նախօրյակին, ընտրությունների օրը հիշեցինք, որ զորահավաք պետք է լինի, զորավարժություններ պետք է գնան եւ Ռուսաստանից եկող մեր հայերին բոլոր ժամանակներում ռազմական ոստիկանությունն է օթանավակարգ։ Մենք ոչ միայն ընտրությունից առաջի օրն ենք դա իմանում, մենք դրա մասին բարձրաձայնել ենք 26 թվականի հունվարի 1-ից սկսած առ այսօր 25 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 31-ը եւ այսպես տարիներ նահանջելով որ բոլորին գիտեն, կանգնեցնում են եւ ասում են դուք եկել եք Հայաստան, պետք է նաեւ գնաք զորավարժությունների, մասնակցեք այդ զորահավաքին։ Այնտեղ կան մարդիկ, այս պահին ունակ Ռուսաստանի տիկնաթիռը որ իջնում է, մեր հայ քաղաքացիների Օդանավակայանում նկատի ունի հիմա կա ռազմական ոստիկանության աշխատող հերթապահող։ Ռազմական ոստիկանության աշխատողը կարող է լինել այնտեղ, որտեղ ինքը պետք է իրականացնի օպերատիվ աշխատանք։ Ինքը ռազմական ոստիկանությունը այնպիսի կառույց է, որ
որը իրականացնում է եւ զորքերի ուղեկցման, եւ պահպանության ծառայություն, եւ նաեւ օպերատիվ աշխատանք։ Դա իրենց օպերատիվ աշխատանքի բացառիկ մասն է։ Եկած քանի քաղաքացի ստացավ ի վերջո ծանոթություն, կարող եք Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր բանակ զորակոչված ինչպես նորակոչիկի, այնպես էլ պահեստազորայինի պատշաճ ընդունման եւ նրանց ծառայության վայրում նշանակելու եւ ծառայություն իրականացնելու համար։ Պարոն Ասրյան, առհասարակ դրսից ով գալիս է, կապ չունի Ռուսաստանից թե այլ երկրներից, փորձում եք այդպես արագ եւ օպերատիվ ծանոթություն տալ վարժական հավաքի։ Հայաստանի Հանրապետության տարածք մտնող ցանկացած մարդ ինքը համակարգով քաղաքացի ինքը երևում է նամանավանդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներս եւ դուրս անելու բոլորն էլ իսկ ինչ գիտեք որ ծանոթություններ ստացել են Հարցնում եմ չգիտեմ դրա համար եմ հարցնում ասում եմ ստանում են երբ որ արդեն իսկ հերթական վարժական հավաքները անցկացվեն եւ այդպիսի մարդիկ ընդգրկված լինեն վարժական հավաքների դուք դրա մասին Պարոն Ասրյան իսկ ինչ քանի հոգու եք տվել ծանոթություն Դրսից եկողների ծանոթման թիվ չկա։ Ես ծանոթություն տվող չեմ, ծանոթությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Հանրապետական զինկոմիսարիատը եւ նաեւ տարածքային զինկոմիսարիատները, որոնք իմ կառավարման ներքո չեն։ Պարոն Ասրյան, իսկ ադրբեջանական Եթե ծանոթում է ստանում, ոնց է այդ ընթացակարգը։ Հիմա այդ մարդիկ մնացել են Հայաստանում, թե նորից Ովքեր։ Ում որ ծանոթում է։ Ես հարցին պատասխանեցի, արդեն ես տեղյակ չեմ։ Մարդիկ ծանոթվել են, չեն ծանոթվել։ Եթե կան մասնակցեն վարժական հավաքների, բարով կան, իրենց 25 օրը կծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ կգնան։ Պարոն Ասրյան, իսկ ադրբեջանական զորքը ի վերջո ջերմուկի դիրքերում շատ ամրապնդվեց այս տարիների ընթացքում։ Ամրաշինական աշխատանքների մասին ընդդիմադիրներն էին մշտապես ահազանգում, որ բացի դիրքերից այնտեղ բազմաթիվ ենթակառուցվածքներ են պատրաստվել եւ կառուցվել։ Շատ են ամրապնդվել, այսինքն այդ ամրաշինական աշխատանքները իսկապես շատ են իրականացվել։ Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի։